Շնորհակալություն, հարգարժան պարոն Քոչարյան, հանձնաժողովի հարգելի անդամներ, ներկաներ, ներկայացնելով կառավարության ծրագրի կատարման առաջընթացի 2025 թվականի զեկույցը ներքին գործերի նախարարության մասով պիտի փաստեմ, որ իրականացվել է ծավալուն եւ համակողմանի աշխատանք նախարարության ամբողջ մանդատի շրջանակներում եւ այն, որ մենք շարունակում ենք զեկույցը ներկայացնել բաց տրամաբանության մեջ, սա հենց մեր ռեֆորմների նվաճումներից մեկն է նաեւ, որովհետեւ տարիներ շարունակ հատկապես ոստիկանության ոլորտում իրականացված աշխատանքները եւ ոստիկանության ոլորտի խնդիրները մենք չենք քննարկել նման հարթակում եւ խորհրդարանական վերահսկողություն ըստ այդմ պատշաճ կերպով չի ապահովել այն ամբողջ գործիքակազմով, որը հնարավոր է ունենալ։ Մինչ մանրամասներին անդրադառնալը հարգելի գործընկերներ ցանկանում եմ մի քանի տվյալ հանրայնացնել, որի շուրջ եւ ոչ միայն կկառուցեմ իմ հետագա խոսքը եւ կներկայացնեմ կատարված աշխատանքները։ Առաջին արձանագրումը, որ անկախությունից ի վեր 2025 թվականը առաջին տարին է, երբ մենք քաղաքացիների միգրացիոն դրական սալդո ունենք։ Սա նշանակում է, որ հաստատված խաղաղության բազմաթիվ ոլորտային բարեփոխումների արդյունքում առաջին անգամ արձանագրվում է ՀՀ քաղաքացիների ներգաղթ եւ այս միտումները մենք պետք է խնամքով պահպանենք եւ ավելի արդյունավետ դարձնենք։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։